Ում չեմ տեսել, բարև ձեզ։ Տեսողություն չունենալը դա իրոք շատ լուրջ, իսկապես լուրջ խնդիր է, բայց այդ խնդիրը բնականաբար կարելի է հաղթահարել։ Սա ես ասում եմ որպես մարդ, ով որ լիարժեք հասկանում է, թե ինչ բան է չունենալ տեսողություն։ Ով է այս ամբողջ ընթացքում ամենաշատը հավատացել քեզ, որ հաղթանակը այո քոնն է լինելու։ Մինչև հաղթանակի մասին խոսելը կուզենամ ասել, որ բավական դժվար էր այս ամեն ինչը, այս ամեն ինչին հասնելը եւ այս ամեն ինչի միջով անցնելը։ Սոնան, Սյուզանը, Գլումովը, Անդրեն, իրենցից ով էր ամենաանկեղծը քեզ հետ։ Նորովի կարող եմ ասել ինձ համար բացահայտել եմ Սյուզաննա Մելքոնյանին։ Երազում էիր հանդիպել Ավետ Բարսեղյանին եւ նա կատարեց քո երազանքը։ Կապ ունես նրա հետ մինչեւ այսօր։ Տարիներ կսահեն, կմեռնեն երազները բոլոր, քո պատկերը անեղծ կպահեմ։ Ես երգիչ կամ մասնագետ կդառնամ այն օրը, երբ այդ մասին ժողովուրդը ասի։ Ողջույն, Թիվ թվաբանությանն այսօրվա հյուրը արևոտ պայծառ մի մարդ է, որը օրեր առաջ ապացուցեց, որ եթե մարդն ուզում է հաղթել, հաղթում է, նրան ոչինչ չի կարող խանգարել։ Տաղավարում Արեգ Գալստյանն է, նա դարձել է հայ սուպերստար 6-ը։ Ողջույն Արեգ ջան։ Ողջույն։ Ո՞նց ես։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Թույլ կտաս չէ հետդ դույով խոսեմ։ Իհարկե։ Արեգ դե պատմիր, դու դարձար հաղթողը, արդյոք սպասում էիր այդ հաղթանակին։ Մինչև հաղթանակի մասին խոսելը կուզենամ ասել, որ բավական դժվար էր այս ամեն ինչը, այս ամեն ինչին հասնելը եւ այս ամեն ինչի միջով անցնելը։ Ինչով էր դժվար։ Մի քիչ կպատմես։ Դժվար էր այն առումով, որ նախ ես շատ երկար տարիներ երգել եմ մեր ազգային ու ժողովրդական երգերը եւ տարիներ անց եկա մասնակցելու հայ սուպերստար 6 նախագծին, որի ձևաչափը մի փոքր տարբերվում էր իմ այսպես ասած երգած երգերից եւ ժանրերն էին շատ տարբեր ու նոր քեզ համար։ Արեգ, որպեսզի սկսենք խաղալ, ես քեզ ներկայացնեմ, որ մենք տաղավարում երրորդ մասնակից ունենք 963 կոչվող ռոբոտիկն է, եւ այդ դժվարությունների մասին դեռ կհասցնենք քննարկել, ուղղակի խաղը մեկնարկենք, նոր շարունակենք։ Նա մեզ հարցեր է տալու, որոնք թվային պատասխաններ են ենթադրում։ Մենք պիտի փորձենք միասին գուշակել այդ հարցերի պատասխանները եւ արդեն զրուցել քո կյանքի դժվարությունների եւ նաեւ ձեռքբերումների մասին։ Պատրաստ ես։ Լսենք առաջին հարցը ու շարունակենք։ Այո։ Գնացինք։ Քանի աշխարհահռչակ ունի տեսողական խնդիր։ Գիտես նման աշխարհահռչակ երաժիշտների, որոնք նաև քեզ համար որպես նույն խնդիրը ունեցող մարդու օրինակ են եղել։ Իմ ճանաչած աշխարհահռչակ երաժիշտներից է Անդրեա Բոչելին, Ստիվի Վանդերը եւ Ում ես էլ մտաբերում։ երրորդին Ռեյ Չարլզ։ Ահա, ճիշտ է։ Ամենահայտնի 3-ին թվարկեցինք, բայց հիմա պիտի թիվ գուշակենք։ Դե ասա մի թիվ, կամայական մի թիվ ասա։ 9 երևի։ 9։ Արեգն ասում է 9, ես կարծում եմ, որ աշխարհահռչակ երգիչները մի քիչ ավելի քիչ են տեսողական խնդիրներով, թե չէ կճանաչեինք, ես ասում եմ 6։ Լսենք ճիշտ պատասխանը։ Այո, Գնացինք։ Աշխարհահռչակ 19 երգիչ ունեն տեսողական խնդիրներ։ Դու մոտ էիր Արեգ եւ դու ձեռք ես բերում քո առաջին միավորը, եկել ես ինձ հաղթես, հա, ոնց որ։ Մոտդ սովորություն է դարձել հաղթելը։ Իմունիտետ եմ ձեռք բերել արդեն։ Ստրատեգիա մարտավարություն։ Ահա։ Ով է այս ամբողջ ընթացքում ամենաշատը հավատացել քեզ, որ հաղթանակը այո քոնն է լինելու։ Ծնողներս, եղբայրս, ընկերներս եւ իմ շրջապատում գտնվող գրեթե բոլորը, որովհետեւ բոլորը ասում էին, որ դու պիտի հաղթես, դու հաղթողն ես լինելու, շատերը ասում էին հենց այդպես, դու հաղթողն ես լինելու։ Դա քեզ ուժեր տալիս։ Այո, բնականաբար ինձ ուժեր տալիս եւ ես շատերին, ովքեր որ ինձ ասում էին, որ հաղթողը լինելու եմ ես, ասել եմ, որ ձեր ասած ամեն մի խոսք բեմում ունենում է իր ազդեցությունը։ Ավելի շուտ իր ազդեցությունը ունենում է բեմում։ Դու էներգիայով ես, չես զգում մարդկանց ավելի շատ։ Այո։ Դե հիմա արի քննարկենք մասնակիցներին եւ ժյուրիի անդամներին։ Սոնան, Սյուզանը, Գլումովը, Անդրեն,
իրենցից ով էր ամենաանկեղծը քեզ հետ եւ ումից ես ամենաշատ բանը սովորել։ Գիտեք, ես կարծում եմ, որ բոլորն էլ անկեղծ են եղել, ինչ վերաբերում է ինձ, ժյուրիի ամենաանդամ, ավելի ճիշտ ասեմ, իր խոսքով ինձ վրա շատ դրական ազդեցություն էր ունենում։ Իսկ մասնակիցներից ամենամտերիմը ում հետ ես եղել։ Եվ գուցե արդեն ընկերներ եք նաև կյանքում հետագայում շարունակելու համար։ Մասնակիցներից շատ մտերիմ եմ Մարիամի հետ եւ նախագծի ընթացքում նաև շատ եմ մտերմացել Արևիկ Քոլունցի հետ։ Էլի շատ մասնակիցներ կան, որոնց հետ որ մտերիմ եմ, շատ մտերմիկ հարաբերությունների մեջ ենք։ Իհարկե Մինասի հետ, Լևոնի հետ, շատ շատերի հետ մի խոսքով։ Ընկերացել եք լավ մթնոլորտեր կուլիսներում։ Շատ, իսկապես շատ։ 1-0 է հաշիվը, Արեգ, դու արչևում ես եւ մենք լսում ենք երկրորդ հարցը։ Գնացինք։ Մեծ մրցույթներում որքան է աճում մասնակիցների սթրեսի մակարդակը։ Հիմա քո օրինակով պիտի փորձես մեզ հասցնել ճիշտ պատասխանին։ Քեզ մոտ սթրեսային իրավիճակները շատ էին մրցույթի ընթացքում։ Այո, ինձ մոտ բավական շատ էր ստրեսի, այսպես ասենք, մակարդակը, որովհետև ես ինքս ինձնից շատ պահանջող մարդ եմ եւ դա էլ ունենում էր հենց բեմի վրա, կարելի ասել իր բացասական նույնիսկ ազդեցությունը, որովհետև դա ինձ գլխավոր, այսպես ասած, գործից շեղում էր, որովհետև երբ որ մասնակիցը պիտի երգի, բացի նրանից, որ պիտի երգի, նաև մասնակիցը պիտի երգելու ժամանակ ինչ որ չափով դա վայելի, որ դա գեղեցիկ ստացվի, որ դա անկեղծ ստացվի։ Իսկ իմ պարագայում երբեմն ինձնից շատ պահանջելը կարծում եմ, որ ինձ խանգարում էր։ Բայց բնականաբար եղել են, չէ, ելույթներ, որոնք նախ մեր կողմից են շատ սիրվել եւ դա նրա արդյունքն է, որ վայելել ես բեմի վրա։ Այ որ երգը հատկապես։ Ես կարծում եմ, որ այդ ամեն ինչը երևացել է 9-րդ գալահամերգին, երբ որ կատարել եմ Աշոկ Շերամի «Դունի մուսանես» երգը։ Պիտի երգես մեզ համար։ Իհարկե։ Վայելում ենք Արեգի կատարմամբ Շերամի գործերից մեկը։ Սկսեմ։ Գնացինք։ Դունի մուսանես առանց քեզի երգել չեմ կարող սրտիս տավիղը բացի քեզնից էլ չունիմ լարող սիրուն սև աչերուտ կարմիր վարդայի տերուտ շանթունքերուտ շուխ մզերուտ էլ ինչ սուրմայ է հարկավոր էդ աննման փերուտ։ Բրավո Արեգ, շատ սիրուն ես կատարում, ինձ միշտ ավելի շատ դուր են եկել հենց քո ժողովրդական կատարումները։ Շնորհակալ եմ շատ։ Իսկ դու քեզ որ ժանրում ես պատկերացնում հետագայում։ Եթե անկեղծ ես ինձ պատկերացնում եմ հենց այս ժանրում, հենց մեր հայկական երգարվեստում։ Քո կրթությունը ժողովրդական երգի ոլորտում է։ Երբ որ սկսել եմ երաժշտական կրթություն ստանալ, սկզբից երգել եմ դասական ոճով, հետագայում արդեն ուղղությունը փոխել եմ դեպի ավելի շատ մեր երգերը։ Ժողովրդական, աշուղական։ Այո։ Սկսել եմ սիրել հենց այդ երգերը։ Ապրես։ Բայց դե չենք հրաժարվում մեր հաղորդման ֆորմատից եւ պարտավորվում ես երգել այլ ժանրով եւս։ Այո։ Դու ընտրիր։ Ես ընտրեմ։ Գնացինք։ Կուզենամ երգել մեր առաջին գալահամերգի երգը, որտեղ երգել եմ իմ խաղաղ երեկոն է հիմա երգը։ Վա, ես ինչ լավ հաղորդում եմ։ Գնացինք։ Շատ լավ հաղորդում ես սպասում, կարծում եմ։ Իմ սիրելի երգն է։ Շնորհակալ եմ շատ։ Կարող եմ։
Գնացինք։ Իմ խաղաղ երեկոն է հիմա, մեղմալույս և տխուր և անուշ, քեզ երբեք սիրտս չի մոռանա, իմ մաքուր առաջին իմ անուշ, իմ խաղաղ երեկոն է հիմա, մեղմալույս և տխուր և անուշ, քեզ երբեք սիրտս չի մոռանա, իմ մաքուր առաջին իմ անուշ, տարիներ կսահեն, կմեռնեն երազները բոլոր, քո պատկերը անեղծ կպահեմ, օրերում անհաստատ ու մոլոր, տարիներ կսահեն, կմեռնեն երազները բոլոր, քո պատկերը անեղծ կպահեմ, օրերում անհաստատ ու մոլոր։ Ես կողմ եմ, կարող ենք անverջ լսել քո երգը, զրույցի փոխարեն ես սիրով կնստեմ, կլսեմ, շատ սիրուն ես երգում։ Արեք, դե հիմա ասա, լավ, մոտավոր ինչքանով էր բարձրացել քո սթրեսի մակարդակը, այդ գեր լարված նկարահանումներ, փորձեր շրջանում։ Եթե խոսենք իմ ստրեսի մակարդակի մասին, Դու քոնից խոսիր, մենք փորձենք հետևություններ անել։ Ուրեմն գեր բարձր ես կարծում եմ։ Մոտավորապես մի 75-80%-ով էլ Արեգը կարծում է, որ սթրեսի մակարդակն աճում է 75%-ով, ենթադրենք, ես էլ կարծում եմ 70%-ով։ Տեսնենք ճիշտ պատասխանը։ Գնացինք։ տեսնենք։ Օքսֆորդի տվյալներով մասնակիցների մոտ նկատվում է սթրեսի եւ էմոցիոնալ այրման 45% աճ։ Ես հաղթեցի, Արեգ։ Շնորհավորում եմ։ 5%-ը ինձ միավոր բերեց։ Ապրես, 1-1 է հաշիվը։ Ինչ զգացողություն ես, ոչ ոքի հետ ոնց ես օրինակ։ Շատ նորմալ է։ Ես գիտեմ, որ դու ֆուտբոլ էիր սիրում փոքր տարիքում եւ խաղացել ես, չէ՞։ Այո, փոքր։ Հատուկ դպրոցում։ Այո, հատուկ դպրոցում ձայնային գնդակի շնորհիվ մենք տեսողության խնդիր ունեցող անձանցով, այսպես ասած, խաղում էինք ֆուտբոլ։ Եվ շատ հաճելի է խաղալ իմիջիայլոց այդպես։ Հիմա շարունակում ես։ Ներկայիս դրությամբ ճիշտն ասած ոչ։ Բայց կարծում եմ, որ կշարունակեմ այդ ուղղությամբ նույնպես, որովհետև սպորտն եմ սիրում եւ չեմ կարծում, որ սպորտը կթողնեմ, որովհետև շատ կարևոր է նաեւ մեր հոգեբանական վիճակի համար սպորտը։ Արեգ, ես վստահ եմ, որ ծնողներդ, եղբայրդ կամ ընկերներդ քեզ համար կարդացել են մեկնաբանությունները քո ելույթների։ Այո, ես ինքս էլ եմ կարդացել, այո։ Եվ ինչ տպավորություններ ունես։ Հանդիսատեսը քեզ շատ է սիրել։ Իրականում ես բավականին կարծում եմ փոքր էի, երբ որ սկսեցի մտածել, թե ես երբ կդառնամ երգիչ կամ երբ կդառնամ իմ մասնագիտության տեր մարդ։ Եվ այդ օրվանից մինչև այսօր համոզված եմ եւ համոզվեցի, որ ես երգիչ կամ մասնագետ կդառնամ այն օրը, երբ այդ մասին ժողովուրդը ասի, երբ այդ մասին խոսի իմ հանդիսատեսը եւ շատերը խոսեցին այդ մասին ու կարծում եմ, որ ես կկարողանամ պահել այն ամենը, ինչ տվեց ինձ ժողովուրդը, խոսքը բարձր գնահատականի մասին է, երգչի եւ առհասարակ արվեստագետի համար։ Ապրես, Արեգ, մենք վստահ ենք, որ դու արժանացել ես այդ ջերմ խոսքերին եւ դեռ շատ ու շատ ջերմ կարծիքներ ես լսելու քո եւ քո երգարվեստի մասին։ Հիմա շարունակում ենք եւ լսում ենք երրորդ հարցը։ Գնացինք։ Քանի տարեկանում է Մոցարտը գրել իր առաջին ստեղծագործությունը։ Շատ վաղ տարիքում, բայց թիվը չեմ հիշում, մինչև 10 տարեկանն էր կարծեմ։ Երևի թե 6-7։ Ես էլ եմ մոտավոր այդ տարիքի վրա կասկածում։ Դե մի թիվ ասա հստակ։ 6։ Այո։ Ես էլ ասեմ 8։ Առաջինը քեզ եմ լսում, հետո հիմնվում եմ քո պատասխանի վրա, էլի, տեսնում ես։ Ծուղակն եմ գցում քեզ։ Լսենք ճիշտ պատասխանը։ Գնացինք։ 5 տարեկանում է Մոցարտը գրել իր առաջին ստեղծագործությունը։
դու ավելի մոտ ես եւ դու ստանում ես քո երկրորդ միավորը, նորից առաջ ես անցնում հաշվում։ 12 տարեկանում քո հարցազրույցներից մեկում շատ տպավորիչ միտք ես ասում, բառացի մեջ բերեմ, չկան սահմանափակ իրավունքներով մարդիկ։ Հուզիչ է, երբ 12 տարեկանում մարդը այս գիտակցումն ունի, բայց ես ուզում եմ մի քիչ խոսենք, հա, շրջապատի վերաբերմունքի մասին, ինչն էր քեզ բերել հասցրել այդ գաղափարին, այդ մտքին։ Գիտեք, ես այդ գաղափարին հասել եմ այնպիսի մարդկանց շնորհիվ, ովքեր որ շատ դժվար իրավիճակում հայտնված ժամանակ, կլինի դա ֆիզիկական խնդիր, կլինի դա, այսպես ասած, հոգեբանական խնդիր, իրենց կյանքում հասել են որևէ մի նշանակալից կետի։ Օրինակի համար, եթե խոսենք Անդրեա Բոչելիի մասին, եւ որպես հրաշալի երգիչ ինձ համար, եւ նաեւ Բոչելին ունի իր երկրորդ մասնագիտությունը եւ նրա երկրորդ մասնագիտությունը իրավաբան լինելն է։ Բայց Բոչելին բոլորիս հայտնի է, որ գտնվում է շատ բարդ իրավիճակում, այդ բարդ իրավիճակը տեսողություն չունենալն է, իսկ տեսողություն չունենալը դա իրոք շատ լուրջ, իսկապես լուրջ խնդիր է։ Բայց այդ խնդիրը բնականաբար կարելի է հաղթահարել, սա ես ասում եմ որպես մարդ, ով որ լիարժեք հասկանում է, թե ինչ բան է չունենալ տեսողություն։ Դու ինձ այնքան ես ուզում, ես արդեն չեմ կարող խոսել։ Լսենք հաջորդ հարցը։ Լսենք։ Քանի հնչյուն կարող է տարբերակել մարդու ականջը։ Էս էլ դու պիտի ճիշտ պատասխանես սրան, որովհետև քեզ մոտ շատ ուժեղ է լսողությունը, ճիշտ եմ։ Այո, բավականին։ Օրինակ դու լսում ես հարևան սենյակում ինչ խոսակցություններ կարող են լինել։ Ցանկության դեպքում կլսեմ։ Հստակ տեղեկություն գիտեմ, որ 16-ից մինչև 20,000 հերց լսում է մեր ականջը։ լսում է մարդու ականջը։ Մնում է հասկանանք քանի հնչյուն մոտավոր։ Լավ, ենթադրենք ես ասեմ առաջին այս անգամ թիվը, հա? 211։ 211։ Ահա։ Ուրեմն 150 ենթադրենք։ 150 Արեգի կարծիքով լսում ենք ճիշտ պատասխանը։ Մարդու ականջը կարող է տարբերակել մինչև 400,000 հնչյուն։ Ես քեզ ասացի բարձր թվեր ասա։ Չես լսում էլի ինձ։ Փաստորեն։ Ես հավասարեցնում եմ հաշիվը, Արեգ ջան։ Ապրես։ Արեգ, ինձ քո ընկերներն ասացին, որ դու շատ հումորով մարդ ես եւ նույնիսկ քո չեմ վախենա ասել, տեսողության խնդիրը երբեմն դարձնում ես իսկապես ծիծաղելու թեմա եւ ինքդ ես առաջին հերթին այդ թեմայով հումոր անում, տարբեր օրինակներ պատմել են, բայց դու կհիշես ինչ որ դեպքեր։ Բնականաբար կհիշեմ, որովհետեւ կոնկրետ Շանթ հեռուստաընկերությունում նախագծի ժամանակ են տեղի ունեցել այդ դեպքերը։ Դե օրինակ առաջին գալահամերգի փորձերի ժամանակ նստած էինք մասնակիցներից մեկի հետ ու ես ասում էի, որ գործիքներից մեկը շատ եմ սիրում, ոնց որ թե բաս գիտարին կամ ռոք գիտարին էր վերաբերում ասածս, ու մեկ էլ մասնակիցներից մեկը այսպես ասածս ասում, քիչ քեզ տեսած բայ։ Ես էլ ասում եմ դժվար բան ես ասում, բայց կփորձեմ իհարկե։ Ես գիտեմ դու մտնում ես նաև բարևելու ձև ունես, ոնց ես ասում, հիշեցրու, ում չեմ տեսել։ Ում չեմ տեսել, բարև ձեզ։ Շատ ծանր տալի է հնչում, ապրես։ Արեգ, երբ փոքր էիր, ես կամ հաղորդման շրջանակներում երազում էիր հանդիպել Ավետ Բարսեղյանին եւ նա կատարեց քո երազանքը, կապ ունես նրա հետ մինչեւ այսօր, թե այդ օրը հանդիպեցիք ու վերջ։ Եթե անկեղծ ներկայիս դրությամբ ինչ որ կապ չկա։ Բայց ես ուրախ եմ, որ տեղի ունեցավ այդ հանդիպումը, որովհետեւ օրինակ Ավետ Բարսեղյանը եւ շատ հայտնի դեմքեր, ովքեր որ ելույթ են ունեցել հեռուստատեսությամբ կամ հաղորդումներ են վարել կամ ֆիլմեր են թարգմանել, ես
փոքր ժամանակվանից լսել եմ այդ մարդկանց ձայները, ես նույնիսկ երբ որ այն ժամանակ ունեի մնացորդային տեսողություն մի փոքր ավելի վաղ հասակում, ես հեռուստացույց չէի նայում, ես լսում էի այդ ձայները։ Եվ ձայներով տարբերում էիր արտիստներին, հաղորդավարներին։ Բայց անունները չգիտեի։ Եվ Ավետ Բարսեղյանին հենց իր ձայնը լսել եմ այդ մանուկ հասակից, կարելի է ասել, օրինակ կարող եմ բերել ով է ուզում դառնալ միլիոնատեր հեռուստաշոու։ Մեկ առ մեկ հիշում ես որտեղ ես լսել ձայնը։ Դե շատ այսպես ասած Իսկ մեր երգիչներից, հա, գանք երգիչներին նաև քո ոլորտի մարդիկ են, ում ձայնն ես ամենաշատը հավանում։ Մեր երգիչներից կարող եմ ասել օրինակ շատ եմ հավանում Ռուբեն Մաթևոսյանի ձայնը։ Նորից դեպի քեզ հարազատ ժանր է ստանում։ Այո։ Բայց եթե խոսենք օրինակ մի փոքր այլ ժանրերից, օրինակ հենց սա որպես օրինակ կասեմ Անդրեի ձայնն եմ հենց շատ հավանում եւ նորովի կարող եմ ասել ինձ համար բացահայտել եմ Սյուզաննա Մելքոնյանին, որովհետեւ իսկապես շատ տպավորիչ, գեղեցիկ եւ այսպես հզոր իհարկե, հզոր ձայն, որը որ ունակ է ավելի ներս թափանցելու։ Լսենք վերջին հարցը։ Լսենք։ Գնացինք։ Հայերենում քանի բառ կա։ Ոյ Աստված իմ։ Ինձ միշտ ընկերներս ասում են դու 60,000 բառի տիրապետում ես։ Հայերենում։ Բայց ինձ թվում է, որ ավելի շատ բառեր կան։ Մեր հոմանիշները բառակազմությունը բավականին մեծ է։ Թիվ ասա Արեգ։ Եթե կարելի է ես 2 թիվ ասեմ։ Լավ, ասա։ Ես այս տեղեկությունը չգիտեմ ինչքանով է ճիշտ, բայց հայերենում երևի թե 150-ից 250,000 1000 նոր բառ ունենք 1000։ Այո, 250,000 բառ կա։ Սա ընդհանուր մեր լեզվում օգտագործվող բառերն են, որոնցից շատերը կոնկրետ հայալեզու չեն։ Այո։ Պարսկական արմատներով բառեր ունենք, թուրքական։ Ինձ համար բացահայտում էր հատկապես պարսկականը, որովհետև մեր առօրյա խոսակցական բառամթերքի մեծ մասը, այո, ունի պարսկական հիմք եւ արմատ։ Դու ասացիր, դե լավ, մեջտեղում մի թիվ ասա գոնե այդքանի։ 200,000։ 200,000։ Ես կարծում եմ ինչքան 210, լավ, 210,000։ 210։ Խաղադրույք են։ Ավելի քան 130,000 բառ կա հայերենում, ըստ հայերենի բացատրական բառարանների։ Մի քիչ ավելի փոքր թիվ է, քան մենք պատկերացնում էինք։ Լավ, բայց դու ավելի մոտ էիր։ Այնպես որ հաղթանակը քոնն է այս փուլում եւ այս խաղում առհասարակ։ Արեգ, դու շատ կիրթ ես խոսում եւ ես դա նկատել եմ հենց քո վաղ տարիքում տված հարցազրույցներից նաեւ։ Այ այդ բառամթերքը քեզ որտեղից։ Շատ ես կարդում, շատ ես լսում, ինչպես ես կրթվել։ Ես ժամանակին այդ երկուսն էլ օգտագործել եմ։ Եվ կարդալը եւ լսելը։ Այո։ Եվ կարդալը եւ լսելը։ Հետագայում գրքերը նույնպես սկսեցի լսել։ Եվ մինչև հիմա էլ ունեմ այդ հնարավորությունը լսելու եւ բնականաբար ինձ վրա շատ մեծ ազդեցություն ունեցավ իմ հայոց լեզվի ուսուցիչը ես նույնիսկ նրա անունը կշեշտեմ Խոստիկյան Լենան հատուկ դպրոցի այո ով որ հատուկ դպրոցում 5-րդ դասարանից սկսած մինչև մեր ավարտական կարելի ասել 9-րդ դասարանը դասավանդեց մեզ եւ դա ունեցավ իր ազդեցությունը կարելի ասել։ Ինչ գիրք ես լսել վերջին Արեգ։ Օրինակ ես լրիվ լսել եմ Ռաֆու Խենթը։ Ոյ։ Շատ երկար էր բավականին, բայց քանի որ լսում էի, ոչ թե կարդում, մի քանի օրում լսել վերջացրել եմ։ Ճիշտն ասած ես սիրում եմ, երբ որ ինչ որ կարևոր բան կա լսելու, ես գիշերներն եմ լսում։ Որովհետև չի խանգարում, ինչ որ ուրիշ խանգարող բան չկա։ Լիարժեք կենտրոնանում եմ
Արեգ, որտեղ ես քեզ պատկերացնում մի քանի տարի հետո։ Ուր են տանում քեզ քո նպատակներն ու պատկերացումները ապագայի։ Կուզեմ ավելի շատ իմ պատկերացումների մասին խոսել, որոնք որ մեծ հաճույքով կուզենայի իրականացնել, նպատակներ դարձնել հետագայում, ավելի շուտ մոտ ապագայում։ Ես շատ եմ սիրում գործիքավորմամբ զբաղվել եւ այդ մասին հասկացա, երբ որ սկսվեցին հայ սուպերստար 6 նախագծի գալահամերգները, որովհետեւ իսկապես շատ հաճելի էր լսել, թե ինչպես են նվագում երաժիշտները որևէ գործ, եւ ես մտածեցի այդ հարցի շուրջ, թե ինչքան հաճելի կլինի հետագայում, որ հնչի մի ստեղծագործություն, որի Գործիքավորումն արել է Արեգ Գալստյանը։ Այո, որի գործիքավորումն արել եմ ես։ Ես պարզապես շատ եմ սիրում երաժշտական գործիքներ։ Ցանկացած երաժշտական գործիք։ Արի բոլորին ասենք, որ դու ակորդեոն ես նվագում, նաև դաշնամուր։ Այո։ Ես նաև Բազմատաղանդ Արեգ Գալստյանի հետ այսպեսին էր թիվ թվաբանություն։ Արեգ, շատ շնորհակալ եմ, որ եկար, որ անգեղծացար, երգեցիր։ Մենք քեզ բազմաթիվ նոր հաջողություններ ու հաղթանակներ ենք մաղթում բոլոր այն ոլորտներում, որտեղ քեզ պատկերացնում ես։ Շնորհակալ եմ շատ։ Այսպեսին էր թիվ թվաբանությունը Արեգ Գալստյանի հետ։ Հուսով եմ վայելեցիք մեր զրույցը, կհանդիպենք։ Թիվ թվաբանություն, ճիշտը կռահելու հմտություն։